Դեպրեսիան այն չէ, երբ դու լացում ես, այն չէ, երբ օգնություն ես խնդրում, երբ քեզ չեն նկատում։ Դեպրեսիան դա երբ դու ժպտում ես, որովհետև այդպես է պետք։ Երբ ասում ես այո, ինձ մոտ ամեն ինչ կարգին է, որտեվ այլևս ուժ չկա բացատրելու։ Երբ շարունակում ես ձևացնել, որ ապրում ես, բայց ներսում արդեն մահացել ես, եւ ոչ ոք դա չի տեսնում, որովհետև դու սովորել ես թաքցնել ցավը այնպես, որ ոչ ոք չկարողանա նկատի։ Դու շարունակում ես գնալ աշխատանքի, դու ծիծաղում ես անհրաժեշտ վայրերում, դու պատասխանում ես նամակներին ինչպես են գործերդ, շարունակելով զրույցը։ Դու անգամ կարող ես աջակցել ուրիշներին, տալ խորհուրդներ, հանգստացնել, ասել ճիշտ խոսքեր։ Դու կատարում ես քո բոլոր դերերը՝ որդու, դստեր, ընկերոջ, գործընկերոջ, սիրելի անձի, բայց դու ինքդ այլևս չկաս։ Կա միայն պատյանը, որը շարունակում է ինքնաբերաբար շարժվել։ Դու գոյատևում ես, բայց չես ապրում, եւ ոչ ոք անգամ չի նկատում, որ քո ներսը արդեն վաղուց դատարկ է։ Դու կարող ես օգնություն խնդրել, բայց դու անգամ ուժ չունես բարձրաձայնելու։ Դու հույս ունես, որ ինչ-որ մեկը կտեսնի, կզգա, ինչ-որ մեկը կնայի աչքերիդ եւ կհարցնի, ոչ ձևական ինչպես ես, այլ իրական ցանկություն ունենալով լսել պատասխանը, բայց ոչ ոք չի հարցնում։ Չէ՞ որ դու ժպտում ես, լավ տեսք ունես, իսկ աշխարհը չի նայում այն կողմ, որտեղ չկա բարձր լաց, հիսթերիա, կոտրված ափսեներ։ Այն տեսնում են նրան, ով աղմկում է, իսկ դու լուռ մարում ես, եւ ամենասարսափելին, որ դու անգամ վստահ չես։ Արդյոք ուզում ես, որ ինչ-որ մեկ այն նկատի։ Դու ամեն օր հագնում ես դիմակդ եւ գնում ես։